Խնդրեմ ասեք ինչ է ներկայացված, հա, այստեղ։ Այստեղ ներկայացված է ATS-ը, որ UL 650 տիպի ATS-ն է, պատկանում է UAVLAB կազմակերպությանը, եւ դրա հետ մեկտեղ մեր բոմբերը, GBL բոմբերը, երկրորդ տիպի բոմբերը, լոկատոր կազմակերպության կողմից, դրանց հիմնական նպատակը որն է, բոմբերը աշխատում են հետևյալ կարգով, մենք մեր տրամադրած ծրագրային ապահովումով դուք տեսնելու եք նույնը, ինչ որ տեսնում են բոմբերը, բոմբերում կամերաներ են տեղադրված, դուք ընտրում եք այն օբյեկտը, որը պիտի խոցվի, արհեստական ինտելեկտը ֆիքսում է եւ բոմբերը բաց թողելուց հետո սկսում են արդեն ուղղորդվել այդ օբյեկտի ուղղությամբ։ Հարվածի ճշգրտությունը մինչև 95% է, առավելագույնը 2 մետր շարժով հեռու ընկնում է արդեն բոմբը։ Ընկերությունը ինչքան ժամանակ է որ գործում է եւ ինչքան ժամանակ է որ սա հավաքվել։ 2007 թվականից լոկատորը գործում է, իսկ աշխատում են այս պրոյեկտի վրա իմ իմանալով առավելագույնը 4 տարի։ Հայկական արտադրություն։ Լրիվ հայկական արտադրանք է եւ ATS-ը եւ բոմբերը։ Իսկ ովքեր են աշխատում։ Սրա վրա աշխատում են սովորական ծրագրողներ եւ ինժեներներ, հասկանալի է, ինչպես նաեւ դե արդեն արհեստական ինտելեկտի հետ կապ ունեցող համապատասխան մասնագետներ եւ մարդիկ, ովքեր փորձում են դարձնել մեր հայրենիքը ավելի լավ։ Իսկ դրսից արդեն հետաքրքրություն կա այս ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Հա, հետաքրքրություն կա, շատ փակագծերը բացել չեմ կարող առաջին հերթին, որովհետեւ ես էլ հստակ տիրապետում չունեմ, բայց գիտեմ, որ հետաքրքրվել են նաեւ Ֆրանսիայից, Հնդկաստանից եւ այլն։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար